Եվ մի նորություն, որ դեկտեմբերի 22-ին կհրապարակվի վերաքննիչ գրական դատարանի որոշումը մեր բողոքի հիման վրա Վազգենի կալանավորման առնչությամբ։ Նարեկի մասով էլ ամսի 18-ին։ 18-ին էլ կլինի Նարեկի մասով։ Իմ պատկերացմամբ խնդիրը նաև այն է, որ տղաները ցույց տվեցին, որ առաջի հիմնեմնի գործով իրենց նկատմամբ այս հետապնդումները ավելի մեծ լսարանի բերեցին։ Հիմա սա էր պատճառը, որ երկրորդ հիմնեմնիով պարզապես փակման ուղղված քայլեր կատարվեցին։ Իսկ ես տեսնում եմ նաև ինչու ոչ, ես էլ բարձրաձայն ասեմ, իմ անձնական կարծիքն է, չգիտեմ ով կիսում, ով չի կիսում, քաղաքական process-ներ են արժևում։ Իսկ ինչի այդ քաղաքական process-ներից առաջ վնաս չտալ, լռեցնել, ինչ որ ժամանակով փակել մարդկանց, որոնք որ ունեն հանրային որոշակի լսարան, նրանց խոսքը շատերը լսում են, տեսնում են, որ համենայն դեպս այն ձևաչափը, որ ընտրված է podcast-ին, որում live podcast-ի իմ կարծիքով ընդդիմադիր սեգմենտում համենայն դեպս նման նորից ասեմ live podcast-ի նման համարժեք ես չեմ իմանում։ Այսինքն այս ամեն ինչը այն գործոններն են, որոնք որ վտանգավորի առաջի մակարդակի ոնց է ասում, առաջի մակարդակի վտանգի ինչ որ որոշում են երևի իրանք էլ կայացրել տղաների հետ կապված եւ podcast-ի հետ կապված, հենց դա էր պատճառը, որ ակնհայտ էր, որ թիրախը ոչ միայն տղաներն են այս անգամ, այլև անտիֆեյքը, այլև իմնեմնիմին որպես տեղեկատվական հարթակ, ազատ խոսքի արտահայտման միջոց եւ տեղեկատվական հարթակ։